Որոշակի դեպքերում որոշ քրեական վարույթներով դատարաններում գործի երկար քննությունը, ընդ որում նաև որոշ դեպքերում առանց օբյեկտիվ պատճառների, երկար քննությունը հանգեցրեց նրան, որ օրենսդիրը ողջամիտ ժամկետ սուբյեկտիվ ընկալում ենթադրող կատեգորիային փոխարինեց արդեն հստակ դատավարական ժամկետներ։ Ըստ էության նաև հանրության շրջանում մեծ էին դժգոհությունները տարբեր քրեական վարույթներով գործերի ձգձգման պատճառով։ Իրական խորքային առաջին հայացքից նաև չերևացող պատճառներ կան, դրանցից ամենամեծը դատավորների ծանրաբեռնվածությունն է, ըստ էության սա ամենամեծ բեռ կրողն է ձգձգվելու պատճառների մեջ, սակայն այդ ծանրաբեռնվածությունը եւս ունի իր արհեստական առաջացումը, այսպես ասած, այսինքն համակարգային առումով մինչ նման փոփոխությամբ հանդես գալը, իմ կարծիքով պետք էր որոշակի տեխնիկական եւ ոչ տեխնիկական խնդիրների լուծումը, որպիսի դատական իշխանությունը համակարգը, այսպես ասած, պատրաստ լիներ օրենսդրական նման փոփոխության։ Մինչ օրենսդրական կարգավորումները մի շարք անելիքներ կան։ Բերեմ մի քանի օրինակ։ Մեծամասամբ դատարաններում Հայաստանի Հանրապետությունում կա այնպիսի խնդիր, ինչպիսին օրինակ դահլիճի խնդիրն է, այսինքն շենքում կան ավելի շատ դատավորներ, քան դահլիճներ, եւ ըստ էության սա ազդում է ՕԳԳ-ի վրա, չի կարող չազդել, երբ դատավորը դատական նիստ նշանակելուց եւ համաձայնեցնելուց պետք է նաեւ հաշվի նստի դահլիճի առկայության ազատ լինելու կամ չլինելու հետ։ Սա կարծում եմ մանավանդ 21-րդ դարում, այն ժամանակ, երբ օրինակ դատավորը պետքա արդարադատություն իրականացնի, այս կողմնակի խնդիրներով չպետքա որևէ դատավոր կամ դատավորի աշխատակազմ նման խնդիրներով չպետքա ծանրաբեռնված լինի։ Բացի այդ, ինչպես նշեցի, այո, դա մեծ է դատավորների ծանրաբեռնվածությունը, մի քանի անգամ, քան օրինակ միջինում կարող էր լինել, սակայն սրանք ունեն պատճառներ, որոնք կարելի է վերացնել։ Օրինակ, մի շարք քրեական վարույթներ, բառի ամենաուղիղ իմաստով անհարկի հասնում են դատարան։ Դրանց լուծումը կարող է լինել հենց նախաքննությունում, այսինքն վարույթն իրականացնող մարմինը կամ դատախազությունը իր հսկողություն իրականացնելու ֆունկցիայի շրջանակներում կարող էր այդ վարույթների ելակետը տալ հենց նախաքննությունում եւ վարույթը չհասներ դատարան, ընդ որում սրանց թիվը փոքր չէ։ Երկրորդ խնդիրը ոչ ճիշտ որակմամբ դատարան ուղարկված գործերն է, տվյալ գործերի թիվը բավականին մեծ է, թե դատախազությունը եւ թե քննչական մարմինը առաջնորդվում են նրանով, որ հնարավորինս ծանր մեղադրանքով վարույթը հասնի դատարան։ Այնինչ ճիշտ որակում տալով, ճիշտ իրավական գնահատական տալով, վարույթներից մեծամասամբ հենց առաջին նիստով օրինակ անձինք կարող էին արագացված կարգով հատուկ վարույթ կիրառելու միջնորդությամբ հանդես գալ եւ սրանով իսկ դատարանների ծանրաբեռնվածությունը անհամեմատ կթեթևանար։ Այսինքն մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ որևէ արարք օրինակ որակվում է որակյալ դարձնող մասով, ծանրացնող հանգամանքով եւ անձինք դրանց հետ համաձայն չեն լինում։ Դեպքը փաստակազմը օրինակ ընդունում են, բայց չեն ընդունում, որ արարքը կատարել են դիցուք խուլիգանական դրդումներով։ Եվ դրա պատճառով արդեն իսկ հիմնական դատալսումներ, մի շարք վարույթային գործողություններ, որոնք դատարանի ծանրաբեռնվածությունը բավականին մեծացնում են։ Այնինչ, եթե այս խնդիրը լուծվի, առաջին ամեն պատահած գործ, այսպես ասած, չհասնի դատարան եւ դատախազությունը վերցնի իր վրա այդ պատասխանատվությունը, երբ հնարավոր դեպքերում հենց քննչական փուլում վարույթի հարցը լուծի, եւ երկրորդ, երբ ճիշտ որակմամբ գործերը հասնեն դատարան, այս երկու խնդիրը լուծելուց հետո արդեն իսկ բավականաչափ կթեթևանա դատարանների ծանրաբեռնվածությունը։ Քաղաքացիները տեսնում են միայն, այսպես ասած, դրականը, քանի որ հանրությանը մեծամասամբ հետաքրքրում է գործերի արագ լուծումը, դա նորմալ է, հետաքրում է այդպես, բայց ինձ համար օրինակ ավելի լավ կլինի որևէ վարույթ մի փոքր ավելի երկար ձգվի, դատական ակտը օրինակ սահմանված ժամկետից
մի փոքր ավելի ուշ ստանամ, բայց վարույթով լինի բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն։ Հիմա սրա բացասական կողմը, ինչի վրա չի կարելի աչք փակել, ահա այս փոփոխությունը կարող է հանգեցնել նրան, որ դատավորը արդեն իսկ առաջնահերթություն տա գործերի ժամկետների մասով, այսինքն առաջնային կարգով մտածի վարույթը սահմանված ժամկետում ավարտելու, որպեսզի չստացվի մի իրավիճակ, երբ վարույթի վերջում պարզվի, որ դատավորը պետքա պատասխանատվություն կրի, օրինակ ժամկետը խախտելու համար, սրանով իսկ թե տուժում է տվյալ դատավորի պրոֆեսիոնալիզմը, այսինքն այն նույն մանրակրկիտ քննությունը չի կատարում, ինչը կարող էր կատարել, եւ սրանով առհասարակ կարող է տուժի վարույթի արդարացի լուծման հասնելու հնարավորությունը, որովհետեւ արդեն ստեղծվելու է մի իրավիճակ, երբ արդարադատություն իրականացնող մարմինը մտածելու է որևէ ժամկետ չխախտելու մասին, ինչը հավատացեք պրակտիկ կյանքում չի կարող չազդել այդ վարույթի քննության վրա։ Իրավաբանները լավ կհասկանան, մենք ունենք պատշաճ ջանասիրություն հասկացողությունը, հիմա արդեն թե դատարանների նախկինում միայն նախաքննական քննչական մարմինների վրա էր։ Հիմա քննչական մարմինները բավականին ծանրաբեռնված են եւ ինչ է ստացվում, այն գործերով, որտեղ որ կա կալանավոր, որով որ քննիչը պետքա հիմնավորի պատշաճ ջանասիրությունը, ողջ ուշադրությունը նետվում է դրա վրա եւ մի շարք այլ քրեական վարույթներում չեն կատարվում այնպիսի գործողություններ, որոնք կարող են կատարվել, ընդ որում հիշյալ մասնագետը, քննիչը ինքը ունի այդ գիտելիքները տվյալ գործողությունները կատարելու, սակայն սեղմված լինելով ժամանակով որոշակի պարտականություններով ողջ ուշադրությունը սևեռում է պատշաճ ջանասիրությունը կալանավորական վարույթներով ապահովելու վրա։ Հիմա եթե սա մենք բերենք համեմատական դատական իշխանության հետ, այո, կարող է ստացվել մի իրավիճակ, որ այն վարույթներով, որտեղ որ արդեն իսկ կարող է ժամկետի խնդիր լինել, դատարանները մի փոքր ավելի արագ կփորձեն քննել եւ սա ուղղակի չի կարող չազդել հիշյալ վարույթի վրա։ Ամեն դեպքում այդ փոփոխությունները չեմ ասի թե բացասական են, բայց բավականին վաղ են եւ ժամանակավրեպ են, մինչ այդ իմ կողմից բարձրացված խնդիրները եթե լուծվեն հենց ծանրաբեռնվածության մասով, հավատացեք անգամ օրենսդրական փոփոխության կարիք կարող էր եւ չլինել։ Այսինքն մինչ փոփոխության գալը համակարգը պետք է պատրաստ լինի այդ փոփոխության, պետք է այլ տեխնիկական եւ ոչ տեխնիկական արգելքները վերացվեն։ Առհասարակ մենք դատական իշխանությունում ունենք այնպիսի դատավորներ, որոնք մեր համակարգը մրցունակ են դարձնում ցանկացած առաջադեմ պետության հետ։ Այսինքն անկախ որ կարող են նաեւ դժգոհություններ լինել, բայց Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնող միակ մարմինը այն է դատական իշխանությունը, գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա եւ եթե տեխնիկական խնդիրները վերացվեն, երկրորդական խնդիրները վերացվեն, հավատացեք առանց օրենսդրական փոփոխության մեծամասամբ արդեն այդ ժամկետային խնդիրները եւս կբացակային։